չունենք այս բայդրությամբ։ Մեր երկրում անպատասխանատու հայտարարություն անող մարդ պետք է չլինի։ Սկսած ամենագործից։ Քննչական կոմիտեի նախագահին է այսպես պատասխանում Բագրատ Սրբազանը։ Արթուր Պողոսյանը երեկ խորհրդարանում բորբոքված պնդել է, թե իբր Բագրատ Սրբազանը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել։ Իր ձեռքով գրած ապացույցներ կա, որ Արարքի որակումը ինքը իրան տվել է։ Ահաբեկչություն, հենց այդպես պլանավորված ահաբեկչություն։ Բագրատ Սրբազանը դատարանի դահլիճում պահանջում է, որ քննչականի նախագահը հերքի այս հայտարարությունը։ Հաջորդ նիստին, եթե չներկայացավ դա այդ հարցը չքննվեց, ես պատրաստ չեմ այլևս այս դատարան գալու։ Սրբազան շարժման առաջնորդը կոչ է անում իր և մյուս 17 մեղադրյալների փաստաբաններին հրաժարվել իրենց պաշտպանությունից, եթե քննչական կոմիտեի ղեկավարը պատասխան չտա։ Այլևս անհանդուրժելի է այդքան լրջագույն ամբիոնը դարձնել ուղղակի քարոզչության միջոց, մարդկանց արատավորելու առանց դատական որևէ գործընթացի փաստական ապացույցի ներկայացման, քննչական կոմիտեի ղեկավարի կողմից ես անցել անգամ ասացի, դուք ասացիք վիրավորում եմ, ես չեմ վիրավորել։ Դատախազը իր երթին, ես հիմա իր մասին չեմ խոսելու, բայց այդ հայտարարությունը այլևս անհանդուրժելի է։ Նա պետք է պատասխան տա դրա համար։ Դատավորը վստահեցնում է, դատարանը վճիռ չի կայացնելու հիմնվելով քննչական կոմիտեի նախագահի հայտարարության վրա։ Կարեն Ֆարխոյանը հավաստիացնում է, մեղադրանքը կամ անմեղությունը հաստատելու համար ապացույցներ են պետք դատարանին։ Հաջորդ դատական նիստը նշանակվում է նոյեմբերի 13-ին ժամը 14-ին։ Դատավորը հորդորում է դատախազներին ճիշտ ժամանակին գալ, նրանք այսօր ուշացած են ժամանել դատարան։ Լանա Համբարձումյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։